Լավն է էլի մեր ֆուտբոլը։ Մենք ենք մեր ֆուտբոլի տաղավարում է Հայաստանի ազգային հավաքականի եւ ռումինական Ֆարոլի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը։ Ողջույն Նարեկ։ Ողջույն Սուրեն ջան։ Արդեն 2 տարի է խաղում ես Ֆարոլի կազմում, ինչպիսին է կյանքը Ռումինիայում, հեշտ է այնտեղ ապրելը եւ զարգանալը որպես ֆուտբոլիստ։ Դե հա, կյանքը հեշտ է, ասենց ասած, շատ գլոբալ բաներով չի տարբերվում Հայաստանի կյանքից։ Ճիշտ է, մի քիչ դեպի ավելի Եվրոպայի կյանքին մոտիկ է, բայց որոշ բաներ կան, որ շատ նման են, որոշ բաներին պետք է մի քիչ հարմարվել, բայց ինչ որ դժվարություններ չի եղել հարմարվելու հետ կապված։ Մնացած ամեն ինչ նորմալ է, որտեղ որ մնում եմ ակադեմիան շատ մոտիկ է իմ տանը, տեղաշարժվելու հետ կապված խնդիր չկա։ Մնացած հարցերով էլ սկզբի շրջանում մի քիչ կար, որ տեղափոխվում ես, ինչ որ բաներ են քեզ պետք լինում։ Թմի տղեկի հետ շատ արագ հարմարվեցի, լավ տղաներ էին, ինչ-որ հարցեր եղել է, որ նույնիսկ իրանք են օգնե, ակումբից են օգնե, հարմարվելու հետ խնդիր չի եղել, քաղաքը հարմար է, կյանքը լավ է։ Ռումինիայի առաջնության մակարդակի մասին խոսենք, գոհացնում է առաջնության մակարդակը ու որոնք են այն կարևոր բաղադրիչները Ռումինիայի առաջնության, որ օգնում են ֆուտբոլիստին աճ գրանցել։ Առաջնության մակարդակը երևի ես երկրորդ տարում նոր մաքսիմալ կերպով զգացի, որովհետև առաջնության սկզբից մինչև վերջ գրեթե բոլոր խաղերը խաղացի։ Առաջնությունը լավ ինտենսիվ է ու ուրախացնող այն է, որ այդ ինտենսիվությունը սկսված ամենասկզբից մինչև գրեթե վերջի խաղերը, բոլոր խաղերը լավ ինտենսիվությամբ ու հետաքրքրությամբ էին անցնում։ Այնպես չէր, որ վերջի 10 խաղներ արդեն չգիտեմ, իջել էր ինտենսիվությունը, բոլոր խաղերը շատ դժվար էր։ Նույնիսկ ես զգում էի, որ այս վերջի հատվածում մենք ավելի շատ ինտենսիվ խաղեր ենք անցկացնում, քան սկզբից։ Այնտեղ նաև պայքար կար տեղը պահպանելու։ Մենք թեև վեցնյակում չեղանք, բայց այնտեղ հնարավորություն ունեինք Եվրոպայի լիգայի խաղերին մասնակցելու, ուղղակի մեզ մի միավոր չհերիքեց, վերջի խաղը ոչ ոքի խաղացինք, եթե հաղթեինք, պայքարելու էինք կոնֆերենցիաների լիգա խաղալու համար, ցավոք չստացվեց, բայց ինտենսիվության առումով ու մակարդակի առումով կարծում եմ, որ լավ մակարդակ է, շատ լավ առաջնություն, կարծում եմ հենց Հայաստանից տեղափոխվելու, հատկահարթակ լինելու, հա, որովհետև ինտենսիվության առումով շատ մեծ տարբերություն չկա, բնականաբար, երբ որ Հայաստանից ես տեղափոխվում, քո համար մի քիչ դժվար կլինի, ինչը հենց պետք է, որ դու քայլ առաջ անես էլի, հարմարվես դրան ու առաջ գնաս։ Դե Ռումինիայի առաջնության այդ ձևաչափի մասին վերջերս քննարկում ենք, շատ հետաքրքիր է, որ այնպես են արել, որ երկրորդ հատվածում գտնվող թիմերի համար էլ ինտրիգ լինի, Եվրագավաթի ուղեգիր նվաճելը ու բնականաբար դա էլ մրցակցությունը ավելի է ավելացնում նաև այդ հատվածում։ Կոնստանցա քաղաքն է, չէ՞, ներկայացնում Ֆարոլը, որը Երևանից ավելի փոքր է, եթե ճիշտ գիտեմ։ Սովորաբար նման փոքր բնակավայրերում, եթե կա ֆուտբոլային ակումբ, երկրպագուների կողմից ավելի ջերմ է լինում, քանի որ դե փոքր է քաղաքը, ակումբն էլ մեծ դերակատարում ունի քաղաքի առօրյայի մեջ։ Ինչ կարող ես ասել այդ մթնոլորտի մասին, երկրպագուների աջակցության մասին։ Հա, հենց այդպես էլ կա, քաղաքում միակ թիմը մեր թիմն է ու ակումբը լավ պատմություն ունի, եթե չեմ սխալվում, ուրիշ ակումբ չի եղել այդ քաղաքում ու ոնց որ նշեցիր, բոլոր երկրպագուները ամբողջ սրտով սիրում են եւ դու էլ գիտես, որ գլխավոր մարիչը ու ակումբի սեփականատերը իրենց ֆուտբոլիստ լեգենդար Գյորգի Հաջին է, ինչը 2-3 անգամ ավելի ուժեղացնում է այդ սերը։ Եվ հիմնականում մանավանդ այնպիսի խաղերի, երբ որ խաղում ենք ավելի ուժեղ մրցակցի դեմ, ստադիոնը լեփլեցուն է լինում։ Հենց դրա մասին էլ խոսենք, 95 տարվա պատմություն ունի, 2023 թվականին առաջին անգամ Ռումինիայի չեմպիոն դարձավ ու դու միանգամից տեղափոխվեցիր չեմպիոն դարձած ակումբ, եթե հնարավորությունները համեմատենք,
նույն Ստիաուա Կլուժ ավելի ուժեղ ակումբների հետ ռումինական։ Խոսքը ֆինանսների, ենթակառուցվածքների եւ ամեն ինչի մասին է։ Տարբերությունը շատ մեծ է ձեր ակումբի եւ այդ մյուս ուժերների։ Ֆինանսների պահով կոնկրետ չեմ կարող ասել, ուղղակի գիտեմ, որ ակումբը հիմնվել ու ստեղծվել է հենց իր ուժերով, Գեորգի Հաջիի ուժերով ու իր միջոցներով։ Կարծում եմ, որ չի կարող համեմատվել այն ակումբների հետ, որոնց անունը դու նշեցիր, ու կա նաև տարբերություն, որ այն ակումբները կախված ֆինանսական հնարավորություններից ավելի շատ շեշտը դնում են ֆուտբոլիստների վրա, որոնք իրենք գնում են տրանսֆերը, իսկ այստեղ կոնկրետ ակադեմիա է, որտեղ ինքը ավելի շատ փորձում է իր գաղափարը, որ իր ակադեմիայի ֆուտբոլիստները խաղան, գրեթե 50-ից 60% ֆուտբոլիստները իր ակադեմիայի ֆուտբոլիստներն են։ Ինքը փորձում է, որ հենց այդ ֆուտբոլիստներով հիմնականում փորձի հաջողության հասնել, ինչը ստացվել է 2 տարի առաջ։ Իսկ ենթակառուցվածքները ինչպիսին են։ Դու Ուրարտուն Հայաստանի լավագույն ենթակառուցվածքներ ունեցող ակումբն է կարելի ասել, եթե ոչ լավագույններից մեկն է, դու էլ այնտեղից անես։ Եթե համեմատենք նույն Ուրարտուի ակադեմիայի հետ եւ այնտեղ մակարդակների տարբերությունը շատ մեծ է։ Ես որ դեռ չէի տեղափոխվել, բայց խոսակցությունները կային, ինձ Ուրարտուից շատ էին ասում, որ շատ նման է մեր ակադեմիային, թե իրենց գաղափարով, թե հենց ֆիզիկական ակադեմիայով, իր կառուցվածքով, ու երբ որ տեղափոխվեցի, իրոք հասկացա, որ շատ նման են, այդ երկու ասպեկտներով էլ գրեթե նույն մտածելակերպն ունեն։ Այստեղ էլ Ուրարտուն էլ ինչպես գիտենք Հայաստանում ամենաշատն է փորձում իր ֆուտբոլիստներով հանդես գալ, առաջ գնալ իր ֆուտբոլիստներով, այնտեղ էլ նույն փիլիսոփայությունն է ու կառուցվածքով էլ նույնն է, շատ դաշտեր, ակադեմիա մնալու համար հարմարանքներ, որպեսզի խաղերից առաջ հավաքներ լինեն ու գրեթե բոլոր հարմարանքները կան լավ ֆուտբոլ խաղալու ու զարգանալու։ 2 տարին քիչ չէ իհարկե նոր անծանոթ միջավայրում խաղալու, սովորելու համար ու Նարեկ Գրիգորյան ազնվորությունը եւ ֆուտբոլիստը հիմա ու նախքան Ֆարոլ տեղափոխությունը ինչ փոփոխությունների է ենթարկվել եւ որն է ամենագլխավոր փոփոխությունը, որ դու քո մեջ նկատում ես։ Դե տարբերությունը, երբ որ խաղում ես Հայաստանում, դու քո տանն ես, տնից շատ քիչ հեռու, ունես բարեկամներ, հարազատներ, ընկերներ, որոնք ամենաչնչին ամենամեծ հարցերով էլ քեզ կարող են օգնել, իսկ երբ որ տեղափոխվում ես, մանավանդ ջահել ժամանակ ու երբ որ հիմնականում մենակ ես լինում, այդ ամբողջ ֆուտբոլից դուրս այդ ամբողջ հոգսերն ու խնդիրները քո ուսերին են, պետքա փորձես այնպես անես, որ այդ հոգսերը լուծելով ֆուտբոլը չտուժի, այսինքն ավելի ուշադիր լինես, որ բաց չթողես քո պարապմունքները, հավելյալ պարապմունքները ու այդ խնդիրները չխանգարեն իրար, երևի գլխավոր փոփոխությունը այդ է եղել, որ ավելի ինքնուրույն ես դառնում, պետք է ավելի շատ դու ինքդ քեզ կարողանաս օգնես, ասած։ Հասցրել ես ռումիներեն սովորել։ Հա, ինչ որ չափով կարող եմ խոսել արդեն։ Հեշտ է, թե դժվար լեզու է սովորելու համար։ Շատ տարբերվող լեզու է, ինչ որ նմանություններ չկա մեր կամ, չգիտեմ, ռուսերենի կամ անգլերենի մեջ, ոչ մի նմանություն գրեթե, բայց հասկանալու հետ կապված երևի իրենց խոսացածից գրեթե 80% հասկանում եմ, ինչ որ չափով էլ կարող եմ հաղորդակցեմ, հա։ Ես նկատեցի, որ Ֆարոլի պատմության մեջ շատ քիչ են եղել այն լեգիոնականները, որոնք մեծ հետք են թողել։ Դու 60 խաղ ես անցկացրել եւ անցկացրած խաղերի քանակով միայն 5 արտասահմանցի ֆուտբոլիստ է ավելի բարձր, քան դու։ Ինչ է այս ամենը քեզ համար եւ երկրպագուների կողմից ստանում ես պատասխանը այս երկար ճանապարհ։ Չնայած 2 տարի է, բայց ակումբի պատմության համար ստացվում է երկար ճանապարհ է։ Դու առաջատարներից մեկն ես։ Ճիշտն ասած թվերին ես չէի հետևել, չէի տեսել, բայց երկրպագուների հետ կապված, հա, կարծում եմ, որ արդեն լիովին ընդունել են, լիովին սիրում են ու մի հատ դեպք եղավ, որ նույնիսկ Հայաստանի դրոշն էին բերել ստադիոն ու կպցրել էին իրանց պաստառների հետ, այդ ինչ շատ դուր եկավ, այդ տենց քայլից հետո դու զգում ես, որ 100%-ով իրանք քեզ ընդունել են ու քեզ համարում են իրենց ակումբի ֆուտբոլիստ լիովին։ Ու ինչ որ չափով նաև լավ խաղերն ու տված օգուտն էլ է օգնում այդ փաստին։
Այս ավարտված մրցաշրջանում 16 թիմերի մեջ 11-րդ տեղը գրավեցիք ու 3 միավորով գերազանցեցիք վտանգավոր Գոտլում գտնվող Պոլիտեխնիկա ակումբին։ Ինչը խանգարեց ըստ քեզ ավելի լավ արդյունքի հասնել։ Նախորդ տարվա համեմատ փոփոխություններ շատ եղավ, գրեթե 80% կազմը փոխվեց։ Այն թիմը, որը դարել էր չեմպիոն Ռումինիայի, այդ թիմից ընդամենը մի քանի ֆուտբոլիստ էին մնացել, ու ինչպես նշեցի, ինքը սիրում է, որ իր ջահել ֆուտբոլիստներով խաղա, ու այս տարի այդ տոկոսայնությունը շատ բարձրացրել էր։ Այսինքն սերնդափոխություն տեղի ունեցավ։ Կարծում եմ, որ այդ շրջանն ակումբում ու տենց կազմով խաղալը շատ դժվար էր, բայց մենք շատ լավ խաղեր ունեցել ենք, ուղղակի այստեղ տուժեց ստաբիլությունը։ Մենք լինում էր, որ շատ ուժեղ թիմի դեմ հաղթում էինք ու շատ լավ էինք խաղում։ Այնպես չէր, որ բախտով էինք հաղթում, այլ հենց խաղով առաջի րոպեից սկսած մինչև վերջի րոպեն մենք արժանանում էինք այդ հաղթանակին ու լինում էր, որ շատ թույլ թիմի դեմ, ու թույլ ասված դե մակարդակների ավելի թերագնահատելու ուղղակի կան այդ մակարդակի տարբերությունը, ավելի ցածր տեղերում գտնվող թիմերի դեմ ավելի վատ էինք հանդես գալի։ Այս խնդիրը շատ հետաքրքիր է, թե մեր առաջնությունում կա, ամենաբարձր մակարդակում էլ կա։ Դու որպես ֆուտբոլիստ, տես այս մրցաշրջանում դուք եք բախվել։ Դա հոգեբանության հետ է կապված, որ ավելի ուժեղների հետ ստացվում է երբեմն ավելի լավ խաղալ, քան համեմատաբար ավելի թույլ, որ պետք է ավելի մեծ շանսեր ունենաս։ Կարծում եմ, որ բոլոր ասպեկտներն էլ կարող խանգարեն, այսինքն այնտեղ կա մի քանի ասպեկտ, հենց հոգեբանականը, հենց կոնկրետ թիմին պատրաստվելը, որ կարող է քո մարտավարությունը չհամապատասխանի դիմացի թիմին կամ իրենք ավելի լավ քեզ ուսումնասիրած լինեն։ Նշածս ասպեկտը, որ ջահել ֆուտբոլիստները, երիտասարդ ֆուտբոլիստները ավելի շատ էին, այստեղ արդեն կարող է լինել վերականգնվելու խնդիր, որ մի խաղ դու շատ լավ խաղաս, թիմդ լավ ֆիզիկական արդյունքներ ցույց տա ու հաղթես եւ չհասցնեն ֆուտբոլիստները վերականգնվել, քանի որ այդ ինտենսիվությանը սովոր չեն, ու մյուս խաղը արդեն տուժի այդ առումով, եւ բարձր է բնականաբար ֆիզիկական տվյալներով, երբ որ դու զիջում ես ներկայիս ֆուտբոլում, խնդիրներ ունես դու դաշտում։ Ռումինիայի առաջնության նախորդ մրցաշրջանում, որը առաջինն էր քեզ համար, 5 գոլային փոխանցում կատարեցիր 19 խաղում, բայց գոլ չխփեցիր։ Այս մրցաշրջանում 7 գոլ առաջնությունում, 1 գավաթում, բայց որևէ գոլային փոխանցում չկատարեցիր։ Քո դերը փոխվեց խաղադաշտում, որ գոլային փոխանցումներին փոխարինեցին գոլերը, ինչ տեղի ունեցավ։ Ճիշտն ասած, ես ինքս մտածել եմ այդ ուղղությամբ, ինչի չի ստացվում գոլային փոխանցումները, որտեվ իմ կարիերայում թեկուզ Ուրարտոյի ժամանակաշրջանում, թեկուզ ԲԿՄ-ի, ես երևի ավելի շատ գոլային փոխանցումներ եմ տվել, քան գոլեր եմ խփել։ Թիմի ֆուտբոլիստները փոխվեցին, կոնկրետ հարձակվողը փոխվեց մեր թիմի, Լուիս Մունդյանոն էր խաղում, հետո փոխվեց Դենիս Ալիբեկը եկավ։ Կարծում եմ իրենց հետ խաղալուց փոխվեց, որտեվ Լուիսի հետ խաղալուց ինքը ավելի արագ ֆուտբոլիստ էր եւ ավելի շատ էր սիրում դարպասին մոտիկ գտնվել, իսկ Ալիբեկը ինքն էլ է գնդակ ստանում ու քեզ էլ է հնարավորություն տալի առաջ բացվելու գոլերին ավելի մոտիկ լինելու։ Կարծում եմ այդ փոփոխությունը շատ մեծ դեր խաղաց, որ սկսեցի գոլեր խփել ավելի շատ, քան պասեր տալ։ Բայց եթե չեմ սխալվում, չէ, հաստատ գիտեմ, մի հատ գոլային փոխանցում տվել եմ Գավաթի խաղարկության ժամանակ Կրուժի դեմ խաղում։ Հա, փաստորեն իմ վիճակագրությունը կարող է իհարկե այդքան էլ ես այնպես չի ակումբի պաշտոնական կայքից էի վերցրել, բաց եմ թողել փաստորեն այդ գոլային փոխանցումը։ Քո ելույթները դու անձամբ այս մրցաշրջանում ինչպես կգնահատես եւ ինչ կարծիք ունի գլխավոր մարզիչ Գեորգի Հաջը։ Անձամբ ես իմ ելույթները կգնահատեմ այդ ստաբիլության հետ կապված մի քիչ տատանումներ իմ մոտ էլ եղավ, ես ինքս եմ այդ զգում, ինքս եմ զգացել, ոնց որ նշեցի, ինչ որ խաղ կարող էի շատ լավ խաղալ, մի քանի խաղ իրար հետևից լավ խաղալ, հետո մի խաղ, երկու խաղ այդ տատանումները լինում էր, ես ինքս փորձում էի գտնել խնդիրը իմ մեջ, թե երբ որ թիմը տատանվում է, հետեւաբար դու էլ չես կարող փոխում մնալ, փորձում էի գտնել այդ պատճառը, բայց շատ չեմ ուզում հետ նայել, ավելի շատ առաջ կնայեմ,
փորձեմ ստաբիլությունը պահել, բայց խաղեր եղել են, որ շատ լավ եմ հանդես եկել, եղել են, որ ինչ որ չափով վատ, բայց արդյունքը բնականաբար բարելավելու տեղ ունի։ Ծեծված հարց է, բայց քանի որ դու էլ այդ դիրքում ես խաղում ու մենք խոսեցինք գոլերից ու գոլային փոխանցումներից, քեզ համար որն է ավելի հոգեհարազատ գոլ խփելը, թե գոլային փոխանցում կատարելը։ Ճիշտն ասած, տարբեր խաղերում տարբեր զգացողություններ ես ունենում։ Խաղեր կան, երբ որ գոլ ես խփում ու քո խփած գոլի շնորհիվ դուք հաղթում եք, այդ մի հատ շատ լավ զգացողություն է մանավանդ հարձակվողի համար, բայց ես գոլային փոխանցումները ահա որ սիրում եմ տալ ու ինչ շատ լավ եմ զգում, երբ որ գեղեցիկ փոխանցումներ եմ տալի ու գոլ են խփում, այնպես որ երկուսն էլ լավ է, հաճելի։ Գեորգի Հաջիի մասին արդեն խոսեցինք, հիմա ավելի մանրամասն փորձենք խոսել, ի վերջո նա ռումինական ֆուտբոլի լեգենդ է ու մեծ հեղինակություն բնականաբար։ Ինչ կասես նրա այդ աշխատանքի մասին եւ նման անձնավորության այդ աշխատելը ինչ առանձնահատկություններ ունի։ Երբ որ տեղափոխվեցի, սկզբից մի քիչ դժվար էր իմ համար այդ կոնկրետ իրենց հետ աշխատելու, մարզչական շտաբի հետ աշխատելու պահը մի քիչ դժվար էր, որովհետև ամենափոքր դետալներից սկսած ինքս իրանք սիրում են, որ ամեն ինչը, այսպես ասած, վերահսկողության տակ լինի, ամեն ինչից տեղյակ լինեն, ամեն ինչը 100% ճշգրտությամբ լինի, ինչը բնականաբար ոչ միշտ է ստացվում, բայց իրենց գաղափարը այդպես է, որ պետք է ամեն ինչ հսկողության տակ լինի, ամեն ինչ 100% ճշգրտությամբ լինի, բայց մի քանի ամիս հետո հարմարվեցի, երբ որ գտնվում ես մի միջավայրում, դու փորձում ես հարմարվել, երբ որ մանավանդ երբ որ դու դրսում ես, նպատակ կա եւ իհարկե հասնելու։ Այնպես որ ինքը շատ պահանջող մարդ է, մարզիչ է, ինչ որ չափով դա օգնում է, ինչ որ չափով մեկ-մեկ նույնիսկ չափից դուրս շատ է պահանջում։ Իսկ ռումինացի մարզիչների եւ հայ մարզիչների աշխատելավոճերի տարբերությունը շատ է։ Ճիշտն ասած, տենց առանձնահատուկ տարբերություն չեմ զգացել, ուղղակի երևի պահանջողական լինելու մեջ կա մի քիչ տարբերություն։ Ես նկատել եմ իրենց երիտասարդ ֆուտբոլիստներից ավելի ցածր տարիքում ավելի շատ բան են պահանջում, այսինքն օրինակ 16 տարեկանում առաջին խմբում, առաջի թիմում խաղալը, նորամուտը նշելը իրենց համար նորմալ է։ Իսկ մեր մոտ այդ դեպքում արդեն գովում ենք ու ասում ենք ինչ լավ է։ Չափից դուրս շուտ ենք գովում ու հետո նաև խանգարում միգուցե ֆուտբոլիստ։ Իսկ իրենց մոտ բաներ կան, որ արդեն նորմալ է համարվում ու իրենք ավելի շատ բան են պահանջում այդ ֆուտբոլիստներից։ Միգուցե մեր ակադեմիայում ամենակ այդպես չգիտեմ, ուրիշ թեմերում չեմ աշխատել, շատ ծանոթներ էլ չկան, որ իմանամ, բայց մեր ակադեմիայում կոնկրետ այդպես է, որ երիտասարդ ֆուտբոլիստներից ջահել վաղ տարիքում ավելի շատ բան են պահանջում։ Իսկ Ֆարուլի ֆուտբոլային փիլիսոփայությունը, այն խաղը, որ դուք խաղում եք, քեզ հոգեհարազատ էր։ Խոսքը այստեղ իհարկե ինտենսիվությանը հարմարվելու մասին, չէ՞, հենց այն ֆուտբոլը, որը Ֆարուլն է խաղում, լավ էր քեզ համար։ Հա, երբ որ դեռ չէի տեղափոխվել, մենք ուսումնասիրում էինք, նայում էինք ինչքանով է հարմար, ինչ ֆուտբոլ են դավանում, չնայած արդեն մենք ուսումնասիրել էինք խաղից առաջ, բայց երբ որ իմացա, որ հնարավորություն կա տեղափոխվելու, բնականաբար սկսեցի ավելի մանրամասն ուսումնասիրել ու այդ ժամանակ ինչ ֆուտբոլ, որ իրենք խաղում էին, իմ համար շատ հոգեհարազատ էր, որովհետև գրեթե նույն ֆուտբոլն էր, երբ որ եզրային հարձակվողը ավելի որպես ենթահարձակվողը խաղում, այդ իմ համար շատ հոգեհարազատ էր ու ինքն էլ հենց այդ նկատելով, որ մենք էլ նույն ֆուտբոլն ենք խաղում ու իմ մոտ ստացվում է այդպես խաղալ, ավելի լավ, քան եզրին մոտ, հենց այդ գործոնը եւ ավելի շատ օգնեց, որ տրանսֆերը կայանա ու ինձ էլ շատ ուրախացրեց, որ իրանք էլ են այդ ֆուտբոլը դավանում, հեշտ հարմարվեցի դաշտում դրա համար։ Դու 2022 թվականին կեսմրցաշրջան անցկացրիր Յագելոնիայում, Լեհաստանի առաջնությունը գերազանցում էր, թե Ռումինիայի առաջնությունը ավելի լավ մակարդակ ունի։ Մի բանով հստակ կարող եմ ասել, որ գերազանցում էր ինտենսիվությամբ, այնտեղ ավելի ֆիզիկական տվյալներին ավելի շատ էին ուշադրություն դարձնում։ Ֆուտբոլային մակարդակով, խաղային ոճերով չեմ կարող ասել տարբերվում էր, թե չէ, որտեվ չհասցրեցի շատ ծանոթանալ լեհական ֆուտբոլին, բայց ինտենսիվությամբ հստակ տարբերվում էր, որտեղ այնտեղ ավելի շատ էին վազում, ֆիզիկականի վրա ավելի շատ էր շեշտը դրվում ու հիմնականում
ով ավելի լավ էր պատրաստված ֆիզիկապես, խաղի վերջում, առավելությունը իրենն էր ու մեծ ժամանակներում իրանք էլ հաղթում էին։ Այնտեղ իհարկե քեզ վնասվածքն էլ չէ, խանգարեց։ Ես ինչ որտեղ նաև Արթուր Սերոբյանի կարիերայի ընթացքն եմ համեմատում քո անցնող ճանապարհի հետ, որովհետև Սերոբյանի առաջին փորձն էլ հաջող չէր Պորտուգալիայում, բայց հիմա Շերիֆում լավ է խաղում։ Այդ առաջին համեմատաբար, այսպես ասենք, չստացված փորձը դրական ազդեցություն թողել է հետագայում ավելի լավ նոր միջավայրում հարմարվելու, չգիտեմ, այդ մրցակցությանը դիմանալու։ Ինչ որ չափով դրական, ինչ որ չափով բացասական, երբ որ չստացվեց, այսպես ասած, վնասվածքից հետո վերադարձա հետ նորից Ուրարտու, առաջին մի քանի ամիսը դու քեզ հոգեբանորեն ճնշված ես զգում, որ հետ գնացել ես, չի ստացվել, հետ ես եկել, կողքից կարծիքներ ես լսում, ինչը քեզ մի քիչ խանգարում է, բայց ինչով օգնեց, որ արդեն երբ որ տեղափոխվեցի Ռումինիա, այդ արդեն երկրորդ անգամն էր, երբ որ ես իմ տնից հեռանում էի ու պետք է էլի մենակ ապրեի ու այդ բոլոր խնդիրների հետ պետք է էլի բախվեի, արդեն փորձը կար ու երևի մի 2-3 անգամ ավելի հեշտ էր, արդեն մի անգամ եղել էր, ինչը արդեն երկրորդ անգամ է կրկնվում, ավելի հեշտ է։ Ու այդտեղ էլի կարևոր է, չէ՞, հոգեբանական հանգամանքը, որ ասում ես երկրորդ անգամ ձախողելու չի լինել։ Ու այդ էլ կար, որ այս անգամ պիտի ստացվի, պիտի շարունակվի ու շարունակական լինի։ Բայց այդ հետ գալուց էլ պետք չի որ ճնշվես, պետք է ինչքան հնարավոր է շուտ դուրս գաս այդ վիճակից ու փառք Աստծո ստացվեց, հենց այդ տարում էլ Ուրարտուի հետ չեմպիոն դառան, գավաթ հաղթեցինք։ Շատ լավ տարի ստացվեց, ինչն էլ օգնեց արդեն տեղափոխության։ Դե քո օրինակը շատ լավ օրինակ է մեր մյուս երիտասարդ ֆուտբոլիստների համար, իհարկե դա Աստված բոլորը առաջին փորձից հաջող են, բայց եթե չստացվի էլ, հա եւ օրինակը, որ կարելի է շարունակել ու հաստատ մի օր ամեն ինչ լավ կլինի։ Ֆարուլի հետ գործող պայմանագիրը մինչև երբ է եւ ցանկություն կա շարունակելու, այստեղ ինչ փուլում է։ Դեռ մի տարի կա, հետո ավելացնելու պայմանով, բայց տեղափոխվելու հարցով դեռ ինչ որ կոնկրետ բաներ չկան, բայց ինձ լավ եմ զգում այնտեղ, այնպես չի որ ես ուզում եմ պարտադիր տեղափոխվեմ, բայց բնականաբար եթե լավ առաջարկ լինի, իրենք էլ շահագրգռված են, որ եթե լավ առաջարկ լինի, գնաս, խնդիր չկա, իրենք էլ խնդիր չեն տեսնում, այնպես չի որ ուզում են պարտադիր մնամ, շատ ուրախ են իրենց ասելով, որ ես այնտեղ եմ, բնականաբար դեմ չեն որ մնամ շարունակեմ, բայց եթե լավ առաջարկ լինի, ինչի՞ չէ։ Իսկ եթե այդ լավ առաջարկ, իհարկե մենք հիմա այսպես խոսում ենք, բարձ է, այդպիսի բան չկա, եթե այդ լավ առաջարկը լինի ռումինական, այնպիսի թիմից, որը համեմատաբար սկզբունքային մրցակից է Ֆարուլին, կան այդպիսի թիմեր, որոնք Ֆարուլի համար սկզբունքային մրցակից են, թե չեմ նկատել տենց։ Այսինքն նման խնդիր չի կարող լինել, օրինակ Պարտիզան Ցերվենա Զվեզդա վիճակ, Ֆարուլի սուր հարաբերություններ ոչ մի ակումբի հետ չկա։ Դու Ուրարտուի կազմում հարձակման աճ եզրում էիր հիմնականում խաղում, չէ՞։ Երբեմն նաև իհարկե ավելի շատ կենտրոն տեղափոխվելով Ֆարուլում ձախ եզրում նույնպես խաղում ես ու հաջող ես խաղում, արդյունավետությունն է լավ, որ դիրքն է սրանցից քեզ համար ավելի հարազատ։ Բնականաբար աճ եզրը ավելի հոգեհարազատ է ու ես երբ որ Ուրարտուի մեջ խաղում մտածում էի որ ես ձախ եզրում անելու բան չունեմ, չեմ կարող խաղամ, բայց հենց այս տարվա սկզբից մենք ունեինք խնդիր Ֆարուլում ձախ եզրի ու ինքը ինձ մի օր կանչեց ու հարցրեց կխաղաս թե չէ, հարցրեց որն է ավելի հոգեհարազատ, ես ասացի աճը, ասաց պիտի փորձենք, որտեղ չունենք այս բանին տարբերակ, բայց ոնց որ նշեցիր արդյունավետությունը եկավ, հենց այդտեղից սկսեցի գոլեր խփել, իրոք շատ ես ուրախ էի, որ ստացվեց, հա ու էլի փորձը ոնց որ հաջող եղավ ու հիմա վստահ եմ որ կարող եմ այդտեղից նույնպես խաղալ էլի, էլ չեմ մտածում որ չեմ կարող։ Շատ քիչ մնաց հավաքականի ընկերական խաղերին, ու վերջում մի փոքր հավաքականի մասին խոսենք, 8 խաղ ես անցկացրել, բոլոր խաղերում փոխարինման ես դուրս եկել եւ դեռ շատ ժամանակ չես ստացել, այստեղ մի հատ ցավալի վիճակագրություն էլ կա, բայց միայն Լատվիայի դեմ խաղում ենք մենք հաղթել այն խաղերում, որտեղ դու խաղաժամանակ ես ստացել, իհարկե այստեղ քո մեղքի բաժինը այդքան էլ շատ չէ, հաշվի առնելով ինչքան քիչ ես խաղացել։ Հավաքականում անցկացրած այդ 8 խաղերը քեզ ինչ են տվել, կրկին հոգեբանական առումով եւ բոլոր հանգամանքներն ու դետալները հաշվի առնելով։ Պարզ է հավաքականում խաղում ես շատ լավ է, նաեւ հպարտություն, բայց
Ավելի խորքան եթե նայենք, ինչ է տվել քեզ այս ժամանակահատվածը։ Հավաքականի խաղերին շատ մեծ սպասումով եմ սպասում, որ գամ խաղամ ու ինչքան հնարավոր է շատ խաղային ժամանակ եմ ուզում ստանալ, քանի որ քիչ ժամանակ ստանալով չես հասցնում նախ թիմակիցներին հավաքականի տղաների հետ հարմարվել, ինչքան էլ պարապմունք անցկացնես, բայց դաշտում մեկը մյուսին զգալը միայն խաղալով է գալիս ու իհարկե մեծ ցանկություն կա մեկնարկային կազմում էլ հայտնվելու ու փորձելու ինչ է տվել մեծ փորձ բնականաբար ինչ որ չափով հիասթափություններ, պարտություններից հետո իսկ հաղթանակից հետո մեծ ուրախություն բայց կարծում եմ Հայաստանի ազգային հավաքականի համար խաղալը ինչպես նշեցի մեծ պատիվ է բոլորի համար, ցանկացած ֆուտբոլիստի համար ու ովքեր էլ որ նոր են գալիս իրենց համար էլ պետք է այդ ամեն ինչը այդպես լինի իմ համար կոնկրետ մեծ պատիվ է, մեծ ուրախություն է հավաքականի համար խաղալը ու ամբողջ սրտով ուզում եմ շատ լավ խաղալ հավաքականում ու օգնել հուսանք ապագայում կստացվի Ալեքսանդր Պետրակովը քեզ այդքան էլ շատ խաղաժամանակ չէր տալիս հիմա անցյալի մասին չեմ ուզում խոսենք միգուցե մարզիչը զուտ այդպես է որոշել ու այդպես է ճիշտ համարել բայց հիմա մենք նոր գլխավոր մարզիչ ունենք որը իհարկե շատ վատը սկսվեց բայց նոր է եկել ու հասկանալի է այնտեղ էլ մարզչի ֆուտբոլիստների միջև համագործակցելու խնդիր դեռ կա դու զրուցել ես Վրաստանի խաղերի ժամանակ կամ միգուցե հեռախոսազանգով այս ընթացքում Ինչպես է Ջոն Վանցխիպը քո դերը տեսնում հավաքականում։ Այստեղ խոսքը խաղաժամանակ տրամադրելու մասին չէ, այլ Նարեկ Գրիգորյանին ինչ է ցանկանում ստանալ խաղադաշտում մեր հավաքականի համար։ Վրաստանի խաղերից առաջ շատ կարճ զրույց ենք ունեցել ընդհանրապես ծանոթանալու կարգով, իսկ Վրաստանի խաղերից հետո, երբ որ վերադարձա Ռումինիա ու մի քանի հաջող խաղ ունեցա, 2 գոլ խփեցի, 1 գոլային փոխանցում կատարեցի, դրանից հետո զանգ ստացա մարզիչից ինքն էլ ասաց որ լավ ժամանակաշրջան ես անցկացնում, այդպես պետք է շարունակել ու ընդհանրապես ամբողջ ուժերով պատրաստ լինել հավաքականի խաղին, կոնկրետ սպասելիքների մասին ինչ որ բաներ չի խոսել, չեմ լսել, չի ասել ինձ, կարծում եմ այս ներկայիս ընկերական հանդիպումները շատ լավ շանս են, որպեսզի ես հասկանամ ինչ սպասելիքներ կա ու արդարացնեմ Իսկ պարզ է որ ժամանակը քիչ է եղել շփումների համար, բայց ինչպիսին են նախնական տպավորությունները մեր մարզչից որպես մարդ հանգիստ մարդ է, հավասարակշռված, որպես մարզիչ իհարկե շատ ժամանակ չի եղել ծանոթանալու, ընդհանրապես իր պատմությունը ձեզնից երևի լսելով կարծում եմ մի քանի հավաքներ պետք են իրար ճանաչելու համար, հուսանք ամեն ինչ լավ կլինի ու ոնց որ սկսել ենք, այդպես հաստատ չի շարունակվի ու լավ ժամանակաշրջաններ կունենանք։ Նայ, չեմ ուզում մենք բացասական ֆոնի վրա ավարտենք, բայց ակամայից այս հարցն առաջացավ, օրինակ Վրաստանի դեմ այդքան ծանր խաղ եղավ, նման ծանր պարտություններից օրինակ դու ինչ ես խաղում, դրականը կարողանում ես ստանալ, ինչ որ մտածել երկար ծանոթ հետևանել, ինչ ես ստանում նման խաղերից հետո։ Ճիշտն ասած, ես երկար շատ չեմ սիրում մտածել բացասական արդյունքներից հետո, ճիշտ է, մտածել պետք է, բայց կենտրոնանալ պետք չէ։ Հա, շատ կենտրոնանալ ու ֆիքսվել սխալների կամ վատ արդյունքների վրա պետք չի, իհարկե սխալները հասկանալ պետք է, բայց ես չեմ սիրում երկար մտածել շատ այդ պահով Բայց հավաքականը մի քիչ ուրիշ է, ու եթե այդպիսի արդյունքի ես բախվում, ուրեմն շատ խորքային խնդիրներ ունես, այդ ամեն ինչը հասկանալու համար կարծում եմ, որ մենակ իմ մտածելը չի հերիքի, պետք է շատ խորքային հարցեր լուծվեն, կարծում եմ, որտեվ այդ հաշիվները, որ գրանցվեց, ես իհարկե մեղքը մեր վրայից չեմ գցում, բայց մի օրում այդպիսի հաշիվներ կարծում եմ պատկեր չի գրանցվում, այո, մեր մեղավորությունն է ամենաշատը, ամենամեծ բաժինը մեր մեղավորությունն է, քանի որ վերջին հաշվով մենք ենք դաշտում ու մենք ենք խաղում, բնականաբար հավաքականում անթույլատրելի են այդպիսի հաշիվները ու վստահ եմ, որ չի կրկնվի այդպիսի հաշիվներ, ամենայն դեպս մենք ամեն ինչ կանենք դրա համար, բայց կարծում եմ, որ ավելի խորքային խնդիրներ պետք է լուծվեն։
Արչևում Կոսովո եւ Չեռնոգորիայի դեմ ընկերական խաղերն են, հաջողություն եմ մաղթում քեզ, մեր հավաքականի բոլոր տղաներին, քեզ էլ իհարկե ակումբային կարիերայում ու հուսանք հաջորդ մրցաշրջանը ավելի արդյունավետ կլինի, որ այդ քայլ առաջն էլ տեսնենք։ Ես մի բան ասեմ վերջում, սրա մասին մի քանի առիթով խոսել եմ, չգիտեմ դու գիտես դրա մասին թե չէ, հիմա քեզ էլ կարող եմ ասել, այն երբ դու տեղափոխվեցիր Ֆարուլ, այդ տարի մի քանի հայ ֆուտբոլիստներ ամռանը տեղափոխվեցին, անկեղծ զուտ ֆուտբոլային ամեն ինչ իմ եզրահանգումներով ամենակիչը քեզ էի հավատում, որ այնտեղ Ստեփան Մկրտչյանն էր, Արթուր Սերոբյանը, բայց այսօր կարող եմ նաև վստահ ասել ու շատ ուրախ եմ, որ ես սխալվեցի, որ դու թերևս ամենալավ կետում ես, ստաբիլ խաղ, արդյունավետություն ու հուսանք այդ ամենը իհարկե շարունակական կլինի, ես շատ եմ քեզ ցանկանում։ Շատ շնորհակալ եմ Սուրեն ջան։ Այսքանը սիրելի հեռուստադիտողներ, մենք ենք մեր ֆուտբոլի տաղավարում էր Հայաստանի ազգային հավաքականի եւ Ֆարուլի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը։ Լավն է էլի մեր ֆուտբոլը։